Օմանի մայրաքաղաք Մասկատի մեջ տեղի ունեցավ Օմանի մեջ Հայաստանի տեսփանադամ բացման արարողությունը, որում մասնակցեցան Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան եւ Օմանի արտաքին գործոստնախարար Սեյեդ Բադր բն Համեդ Էլ-Բուսայդին։ Նշված է, որ Հայաստանի տեսփանադամ բացումը տեղի կունենա երկու երկիրներու միջև բարեկամության եւ համագործակցության ընդլայնող հարաբերություններու շրջանակներու մեջ։ Միջոցառման ընթացքին ունեցած իր ելույթին մեջ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան իր հբարդությունը արտահայտեց Օմանի սուլթանության մեջ Հայաստանի տեսփանադամ բացման առիթով։ Անընդգծեց, որ այս քայլը գարդացել է երկկողմ հարաբերություններու ամրությունը եւ ադոնք զարգացնելու համատեղ ցանկությունը, ընդլայնելով համագործակցության ոլորտները փոխադարձ շահերուն ծառայելու համար։ Հայաստանի արտաքին գործոստնախարարի տեղակալ Վահան Գոստանյանն ալ Օմանի լրատվական գործակալության հետ զրույցին մեջ ասավ, որ Օման արաբական երկիրներու շարքի մեջ առաջիններն էր, որ ճիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ։ Նշված է, որ տեսփանադան արչեւ բարձրացած է Հայաստանի Հանրապետության երակույնը, հնչած են երկու երկիրներու ազգային օրդներքերը եւ ժապավենի գդրելու հանդիսավոր արարողութենեն հետո պաշտոնապես աստարարված է տեսփանադամ բացումը։ Հայաստանի արտաքին գործոստնախարարը Օմանի արտաքին գործոստնախարարին ներկայացուցած է Հայաստանի Հանրապետության տեսփանությունը երկու երկիրներու պատվիրակություններու մասնակցությամբ կայացած է գարչ զրույցը։ Միջոցառման մասնակցած են Օմանի մեջ հավատարմագրված շարք մտիվանագիտական ղեկավարներ, Օմանի մեջ բնակող Հայաստանի քաղաքացիներ։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան հանդիպում ունեցավ Ամերիկայի կոնգրեսի անդամ Սեթ Մագանզիներու հետ։ Հանդիպան ընթացքին տեսփանը ներկայացուցած է Հայաստան-Ամերիկա երկկողմ հարաբերություններու մեջ վերջին զարգացումները։ Զրուցակիցները քննարկած են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձած են երկու երկիրներուն միջև համագործակցության հետագա ընդլայնման կարելիություններուն։ Կողմերը ընդգծած են Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու օրենսդիր մարմիններու միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփան Արամ Խաչատրյան մասնակցած է դեղեկատվության եւ ժողովրդավարության համաժողովին եւ Ֆրանսիայի մեջ Բրազիլի տեսփանադան կողմեն կազմակերպված դեղեկատվության եւ ժողովրդավարության միջազգային գործընկերության մասնագիծ պետություններու տեսփաններու հանդիպման։ Ելույթի մեջ տեսփանը անդրադարձած է աբա դեղեկատվության եւ արտաքին միջամտություններու նկատմամբ Հայաստանի թիմագայունության բարձրացման ուղղությամբ կատարվող քայլերուն, ընդգծելով ժողովրդավարական գործընթացներու մեջ նման սպառնալիքներու թեմ պայքարի կարեւորությունը։ Պատերազմի 20-րդ օրն է։ Ամերիկան, Իսրայելը եւ Իրանը գշարունակեն փոխադարձ հարվածները, միևնույն ժամանակ կհնչեն տարբեր դատաբարդող հայտարարություններ հարևան երկիրներեն։ Կատարի իշխանությունները հայտնած են, որ Դոհայեն հյուսիսարևել գտնվող Ռասլաֆան քաղաքի մեջ խոշոր արդյունաբերական կոդիին հրթիռ պրնգած է։ Դարածքին մեջ տեղակայված են քարյուղի վերամշակման գործարաններ եւ ուժանույթի այլ կարևոր ենթակառուցվածքներ։ Կատար էներգի փոխանցմամբ զոհերու կամ դուժազներու մասին տեղեկություններ չկան։ Հրթիռի պատճառներու մասին պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակված։ Միաժամանակ հիշեցուցած են, որ օրեր առաջ Իրանը սպառնացած էր հարվածներ հասցնել Կատարի, Սաուդական Արաբիա եւ Էմիրություններու քարյուղի գայանքներուն տարածաշրջանի մեջ լարվածության սրման լույսին տակ։ Արաբական եւ իսլամական 12 պետություններու արտաքին գործոստնախարարները գոչրած են Իրանին դադրեցնել հարձակումները տարածաշրջանի երկիրներուն վրա։ Այս մասին նշված է Սաուդական Արաբիա մայրաքաղաք Ռիադի մեջ կայացած հանդիպումեն հետո հրապարակված հայտարարության մեջ։ Անոնք դատաբարդած են Իրանի կողմեն բալիստիկ հրթիռներու եւ անօտաչու թռչող սարքերու միջոցով կատարված միտումնավոր հարձակումները, որոնք թիրախավորած են բնակելի տարածքներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ քարյուղի գայանքներ, օտագայաններ, բնակելի շենքեր եւ թիվանագիտական առաքելություններ։ Մասնագետները շեշտած են, որ այս հարձակումները չեն գրնար արդարանալ որևէ բادرվագով կամ որևէ ցևով նշված է փաստաթուղթի մեջ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իսրայել այլևս հարվածներ չի հասցներ Իրանի հարավային Պարս գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը գրգին քրոհե Կատարի վրա, ապա Ամերիկան պիտի արձագանքե եւ հանքավայրը ամբողջությամբ պիտի բայտեցնե։ Այս մասին Թրամփ քրարում կատարած է իր Truth Social հարթակի մեջ։ Անոր խոսքով Իսրայել հարվածած էր հարավային Պարսը զայրութեն թրթված եւ Ամերիկան այդ հարվածի մասին տեղյակ չէր։ Ամերիկայի նախագահը շեշտած է, որ Կատար որևէ ցևով չէր ներգրավված այդ հարձակումի մեջ եւ անարտարացիորեն հարվածի ենթարկված է Իրանի կողմեն։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարած է, որ Իրանի տարածքի մեջ կատարված են լայնածավալ օդային գործողություններ, հարվածելով ավելի քան 200 թիրախ երկրի արևմտյան եւ կենտրոնական հատվածներում։ Ըստ պաշտոնական հաղորդակցության Իսրայելի կորձանիչներու թիրախին եղած են բալիստիկ հրթիռներու ենթակառուցվածքներ, հագաօդային պաշտպանության համագարկեր, հրթիռներու արձակման գայաններ, ինչպես նաեւ զենքի արտադրամասեր։
Kremlin-ի խոսնակ Դիմիտրի Պեսկով հայտարարած է, որ Wall Street Journal-ին այն հաղորդումը, թե Ռուսաստան գսադարե Իրանին արբանյակային պատկերներու եւ բարելաված անօտաչու սարքերու հարցով կեղծ են։ Wall Street Journal գրած էր, որ Ռուսաստան կընդլայնի հետախուզական տվյալներու փոխանակումը եւ ռազմական համագործակցությունը Իրանի հետ, դրամատրելով արբանյակային պատկերներ եւ բարելաված անօտաչու սարքեր Թեհրանի համար Ամերիկայի զորքերու կոդին հարվածներ հասցնելու նպատակով։ Իսպանիա վարչապետ Պեդրո Սանչես եւ Ուկրաինա նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակցություններ վարած են Մադրիդի մեջ։ Սանչես հայտարարած է, որ մերձավոր արևելքի մեջ ճգնաժամը չի շեղեր Իսպանիոն շատրությունը Ուկրաինա աջակցել են։ Բանակցություններու շրջանի մեջ Ուկրաինան եւ Իսպանիան ստորագրեցին համագործակցության շարք համաձայնագիրներ։ Զելենսկին հայտարարած է, որ ուկրաինական զենք արտադրողները համագործակցության համաձայնագիրներ ստորագրած են իսպանական խումբին հետ։ Ավելի գանուխ Զելենսկին այցելած էր Լոնդոն, որտեղ հանդիպած էր Չարլզ III թագավորին հետ, Անգլիո վարչապետ Քիր Ստարմերին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին հետ։ Ամերիկան գշարունակի աջակցել Ուկրաինա Ռուսաստանի հետ հագամարտության պայմաններու մեջ, չնայած Իրանի շուրջ շարունակվող լարվածության, ըստ կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Ռեդքլիֆ։ Ես վստահ եմ, որ մենք կրնանք միաժամանակ քանի խնդիրներ լուծել, հետապնդելով մեր նպատակները եւ մերձավոր արևելքի մեջ եւ շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինա, ըստ Ռեդքլիֆ ձերագույդի հետախուզության հանձնաժողովի լսումներու ժամանակ։ Չինաստանի մեջ արտադրված 45 նոր տրոլեյբուսներ արդեն ամբողջությամբ պատրաստ են եւ շուտով կհասնեն Երևան։ Թիմադեդի էջին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։